Չէ, տոր, դու գնա։ Տիկին Հակոբյան, մինչ ազգային ժողովում 3 խմբակցություններով որոշում եք բարեկրթվել, այսպես ասած, նորանշանակ անվտանգության խորհրդի քարտուղարը անդրադարձել է ազգային ժողովում տեղի ունեցող եւ տիրող իրավիճակին, նախ ընդդիմադիր դաշտին անվանել է մանկապարտեզի սաներ եւ ինչպես կմեկնաբանեք, նորմալ է այդ խոսույթը, երբ դուք այստեղ որոշում եք ամեն դեպքում հարգել միմյանց, բայց նման խոսույթով հանդես է գալիս ազգային ժողովի նախկին նախագահը։ Տեսեք, մենք ազգային ժողովի համար սահմանել ենք բարեկրթության կանոններ, որին հետևում ենք ու նաև այսօր հենց մեկնարկին նիստերի նաև խոսեցինք խորհրդարանից դուրս ինչ-որ հարցազրույցների ժամանակ նույն պատգամավորների խոսույթին, ինչը եւս խնդրահարույց է, բայց անվտանգության խորհրդի քարտուղարը ինքնուրույն կմեկնաբանի իր ասածը, պարզ է, որ արձագանք է այստեղ հնչած հայտարարությունների, այն էլ այն միջադեպի հետ կապված, որի համար նա բազմաթիվ անգամներ ներողություն խնդրել է։ Հիմա նույն շահարկել ու պարոն Սիմոնյանի իրոք շողքի հետ, ինչպես ինքն էր մեկնաբանել, կռիվ տալ այս դահլիճում, չգիտեմ, որքանով է նպատակահարմար։ Բայց դա ընդդիմադիրի խոսույթ չէ, Տիկին Հակոբյան, տեսեք, ինքը արդեն անվտանգության խորհրդի քարտուղար է, մինչ այդ թեկուզ ազգային ժողովի նախագահ դեռ լիներ, բայց այդ խոսույթը ինչքանով է հարիր բարձր պաշտոն զբաղեցնող անձի Հայաստանի Հանրապետությունում։ Ես կուզեի Հայաստանում այն մթնոլորտը լիներ ներքաղաքական կյանքում, որ որևէ այսպես արտահայտություն, կարիք չլիներ հնչեցնելու, բայց գիտեք ինչ միջավայր է, մենք նաև տեսնում ենք անգամ ներսում կոնսենսուս ունենալով ընդդիմության հետ, որ խորհրդարանում պետք է պահենք կանոնները, տեսնում եք, որ երբեմն չի ստացվում դա պահել, այնպես որ այն միջավայրը չէ, որի դեպքում կարող էր որևէ արտահայտություն նման կերպ մեկնաբանվել։ Նարեկ Կարապետյանն ասաց, սպիսատարած մարդկանց չենք մեկնաբանում, ձեր համար էլ է Ալեն Սիմոնյանը սպիսատարած։ Երևի Նարեկ Կարապետյանը իր հորն է նկատի ունեցել, չեմ կարծում պարոն Սիմոնյանի մասին է խոսքը։ Հակոբյան, ուղղակի տեսեք, ի տարբերություն Ալեն Սիմոնյանի, Արմեն Գրիգորյանը համենայն դեպս այդ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում, չնայած այդ կոշտ քննադատություններին, որը ուղղված է եղել, երբեք նմանօրինակ խոսույթով հանդես չի եկել եւ Ալեն Սիմոնյանը առաջին իսկ աշխատանքային օրով, այսպես ասած, աչքի է ընկնում նմանօրինակ խոսույթով։ Գիտեք, ես հիշում եմ, որ պարոն Գրիգորյանի հետ կապված էլ, երբ որ լինում էին որոշակի շահարկումներ, ինքը արձագանքում էր, այլ բան է, որ պարոն Սիմոնյանի անձը շատ քաղաքական գործիչներ իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար շատ են շահարկում, նաև շատ լրատվամիջոցներ եւ պարզ է, որ պարոն Սիմոնյանը պատասխանելու էր եւ դա էլ երևի հաշվի առնելով հենց այդ ելույթը ունեցել են այստեղ, բայց ելի եմ ասում պարոն Սիմոնյանը ինքը ինքնուրույն իր հետ կապված իր արտահայտությունները հաստատ կկարողանա մեկնաբանել եւ ասել թե ինչու է նման ձևակերպումներ տվել։ Տիկին Հակոբյան, դու նախկին գումարման ազգային ժողովում էլ կայիք եւ տեսել եք այն իրական բոքսի միջավայրերը, որոնք լինում էին ազգային ժողովում, քացով տալը իրար, այդ վատ խոսույթը, դուք նաև նիստերի դահլիճում եք, երբ որ Նիկոլ Փաշինյանը համբալներ ասաց ընդդիմադիրներին, չգիտեմ, դոպինգ արած Աննա Գրիգորյանին ասեցին, ու նման լիքը տենց բաներ կարող ենք հիշեցնել, ձեր համար Էդգար Ղազարյանի սրիկայաբար շահարկել արտահայտությունը այդպես տենց աչք ծակող վիրավորանք, դուք միջև սրտի խորքը վիրավորվեցիք դրանից։ Ինձ համար տարօրինակ է, որ դուք այնպիսի մեջբերումներ եք անում, բայց շատ ակնհայտ օրինակ մեջբերումներ կա, որ դուք կարող եք անել նախկին գումարումից, օրինակ սեռական բնույթի հայհոյանքը նիստերի դահլիճում, օրինակ Լևոն Քոչյանի կողմից արած, չէք հիշում, այլ բաներ եք հիշում, ինչև է, կարող եք, մի րոպե, չէ, ես կոնկրետ բան եմ, չէ, միշտ պաշտպանում, չեմ պաշտպանում, միշտ համարժեքը կա, բայց դա շատ ակնհայտ, ես համաձայն եմ, որ եղել են շատ վատ դեպքեր, ֆիզիկական անգամ, ընդհարումներ, ինչը շատ վատ է, ես դրան այն ժամանակ եմ գնահատական տվել ու ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ եւ արել եմ, որ կանեմ, որ այլևս նման բաներ չլինի, որովհետեւ դա նախ եւ առաջ քննադատություն է դեպքում դեպի իշխանություն է գնում եւ մեր
մեզ համար կարևոր է, որ խորհրդարանի այսպես վարկանիշը բարձրանա, գիտեք, որ այստեղ բոլորի չսիրած մարդիկ են նաև այստեղ ներկայացված, թե իշխանության, թե ընդդիմության, այնպես որ մի քիչ դժվար է այստեղ բարձր վարկանիշ նախատեսել խորհրդարանի համար, ինչև է, բայց ամեն ինչ պետք է անել, որ մի քիչ բարձրացնել վարկանիշը, ինչի համար կարևոր նախապայման է հենց նման միջադեպերի չլինելը։ Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանին, Էդգար Ղազարյանը տարիներով մեր ընտանիքներից դուրս չի եկել։ Օրինակ դուք որպես կին կարող եք օրինակ գնահատական տալ եւ հիշել, թե ինչպես էին օրինակ կանանց իմ կին գործընկերներին ինձ օրինակ ֆիզիկական տվյալների համար նա բաներ անում, այսպես ձեռքեր առնում, ինչ որ ֆիզիկական տարբեր արատներ, կլինի դա օրինակ խոսքի ինչ որ հետ կապված խնդիրներ եւ այլն, մարդկանց թիրախավորել է, մեր ընտանիքներից դուրս չի եկել, վերագրել է մեզ այնպիսի բաներ, որը մենք չենք արել, ինչև է, մենք այդ ամեն ինչը մի կողմ ենք դրել, հարգելով ինստիտուտը եւ հարգելով ընդդիմադիրների տված ձայները, քաղաքացիների տված ձայները եւ ասենք եկեք փորձենք այստեղ գոնե լինել բարեկիրթ։ Մինչ այդ Էդգար Ղազարյանի հետ կապված մեզնից որևէ մեկից չեք կարող հիշել նման արտահայտություն իրեն վերագրվող, ինքը առաջինը հատեց կարմիր գիծը եւ դժվար է պատկերացնել, որ այդ դեպքում կարելի ասել շատ լավ, մյուս այդն էլ դեմ տանք, հետո մյուս այդը դեմ տանք, sense անընդհատ թող Էդգար Ղազարյանը ինչ ուզի ասի։ Եվ ասեմ ավելին, ընդդիմադիր խմբակցությունը, Ուժեղ Հայաստանը, ես կարծում եմ Էդգար Ղազարյանը զոհ է պատմության մեջ, որովհետև նրան տվել են իր Բաղձալի այդքան իր համար Բաղձալի պաշտոնը, падգամավորի մանդատը, նրան վերագրելով Բոքսի տանձիկի դերը։ Էդգար Ղազարյանը իհարկե համաձայնել է, բայց ես պատմության մեջ կարծում եմ նա այդ բանն է, զոհն է։ Հասկացաք, որովհետև խմբակցությունը Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ փորձում է մնալ պուպուշ, իսկ Էդգար Ղազարյանին սրերը, դափնիները Նարեկ Կարապետյան, այդպես չի լինում։ Մեր խմբակցությունից որևէ մեկը, որևէ բան որանի, դա բոլորիս է վերագրվում։ Դրա համար մենք օրինակ երբեմն այո, ստացվում է էմոցիոնալ, այսպես միջավայր է, նորմալ է, կարող է երբեմն լինել նման սայթակումներ, բայց այդ դեպքում կա նաև շատ լավ միջոց հազարամյակներով եկած, դա ներողություն խնդրելն է եւ այդ կարելի է ներողություն խնդրել ոչ թե գնալ ու շարունակել այդ խոսույթը, ինչպես օրինակ նախորդին ես այդ հարցազրույցը տեսա, որտեղ օրինակ բոլոր 720,000 քաղաքացու ընտրողին համարում են ոչ նորմալ մարդ Էդգար Ղազարյանը։ Եթե սա նորմալ է, շատ լավ, եկեք սենց գնանք, տեսնեմ սրանից մեր պետության վարկանիշը, խորհրդարանի վարկանիշը ինչ վիճակում